Սեդան արդեն 10 տարի է հեծանիվ է վարում Երևանում եւ Երևանից դուրս։ Ասում է, մեքենաների արանքով մի կերպ սողոսկելով է Շենգավիթից հասել քաղաքի կենտրոն։ Շատերը նույնիսկ հեծանիվ չեն նստում քշելու, զուտ այդ ռիսկից ելնելով, ասում են որտեղ քշենք, ի վերջո մենք մեր կյանքի հաշվին հո չենք քշելու։ Քննարկում ենք այսօր 36-4 կիլոմետր, ուրեմն մի րոպե, որտեղով ենք անցե կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, հետո մտել ենք Արարատի մարզ, Խարբերդ, Այնթապ։ Մինչ Նիկոլ Փաշինյանն իր օրինակով փորձում է խրախուսել հեծանիվ վարելը, տեսանյութեր է հրապարակում եւ այդ թեմայով գրառումներ անում, Սեդան նկատում է Երևանում հեծանվուղիներ փաստացի չկան, վարում են կամ մայթերով, կամ փողոցում մեքենաների արանքով։ Մեզ շատ ժամանակ ասում են դուք ձեր կյանքի հետ եք խաղում, այս պայմաններում ո՞նց եք հեծանիվ քշում։ Նույնիսկ այդպիսի բաներ են ասում, մեզ մի քիչ էլ խելառ են համարում, որ այս երթևեկության մեջ, նույնիսկ որ մեքենաները չեն կարողանում տեղաշարժվել, մենք հեծանիվ ենք քշում։ Վարչապետն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից է քարոզում հեծանիվ վարելը։ Դեռևս 2018-ին նա կառավարական առանձնատների տարածքից հեծանվով մեկնեց աշխատանքի կառավարություն։ Ավելի ուշ Փաշինյանը սկսեց հեծանիվ վարել կնոջ հետ։ Նա հասցրել է հեծանիվ վարել Հրազդանի կիրճում, Սևանի շուրջ, Երևան-Էջմիածին Երևան ճանապարհով։ Ավելի ընդլայնելով աշխարհագրությունը, վարչապետը հեծանիվով շրջել է Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում։ Փաշինյանն այդ ընթացքում թերևս հասցրել է նկատել, որ եվրոպական մայրաքաղաքներում հեծանվուղիների զարգացած ցանց կա։ 6 տարի առաջ Երևանի Կողբացի փողոցը վերանորոգվել էր, մայթը լայնացվել եւ այստեղ հեծանվուղի էր կառուցվել։ Այդ ժամանակ քաղաքային իշխանությունները նշում էին, որ այն միակն էր Երևանում։ Հեծանվուղին, սակայն, երևանցիներին երկար չծառայեց։ Այդ ժամանակ մասնավոր պետություն համագործակցությամբ էր փորձ արվել Երևանի փոքր կենտրոնում հեծանվուղի ունենալ։ Առաջի անգամ փորձեցինք ստանալ այդ շատ հետաքրքիր արդյունքը եւ Երևանի կենտրոնում, փոքր կենտրոնում ունենանք հեծանվուղի, բայց հեծանվուղի պետք է լինի շատ կարեւոր մի բան, այսինքն հեծանվուղի կարեւոր նախադրյալներից մեկն է, որ չի կարա լինի ոնց որ Երևանում ոչ մի տեղից սկսի գնա դեպի ոչ մի տեղ։ Եվ մենք դա վերցրել ենք Թումանյան փողոցից մինչեւ Ամիրյան փողոց ամբողջ Կողբացի փողոցի երկայնքով եւ Սա ընդամենը այս 100 մետրը մի քիչ ավելը ոնց որ պիլոտային ծրագիր էր եւ մենք ցույց տանք երևանցիներին, որ կարելի է հնարավոր է եւ պետք է մայթը նաեւ լայնացնելուց հետո անգամ վերցնել փողոցի մեքենաների հատվածից նաեւ տալ հեծանիվներին 1.60 մետր լայնացրեցինք եւ բավականին շատ մեծ արձագանք եղավ եւ շատ լավ էֆեկտ եղավ։ Պիլոտային ծրագիրը կարելի ասես համարյա բոլոր առումներով արդարացրեց իրեն։ Հեծանվուղին շուրջ 2.5-3 տարի ծառայեց երևանցիներին, դրանից հետո պարզապես որոշվեց այն քանդել։ Արդեն նախկին պաշտոնյա Մնացականյանն այսօր ասում է, քաղաքային սխալ պլանավորման հետևանքով է այդ գաղափարը ձախողվել, վթարային իրավիճակներից անհնար էր խուսափել։ Ամենամեծ դժվարը հենց հեծանվորդներն է, լինում է խաչմերուկներում, որտեղ Երևանում անգամ նորմալ մենք այդ լուսացույցներ նորմալ չունենք, մեր սվետաֆորները խայտարակ վատ են աշխատում, եւ Երևանում, գիտեք, խախտված է այդ նախապատվությունների բուրգը, այսինքն առաջերտին մենք Երևանում միշտ տվել են ավտոանձնական ավտոմեքենաներին, բայց հակառակը պետք է լինի առաջին հետիոտը, հետո հասարակական տրանսպորտը, հետո հեծանիվը, հետո ինքը արդեն հերթականությունով գալոնական հատական այս տրանսպորտային միջոցները, ոնց որ է սկուտերնական մնացածները, բայց մենք ունենք, այսինքն այդտեղ շատ բան անել պետք է։ Մայրաքաղաքում մի հեծանվուղի էլ Երևանյան լճի հարակից տարածքում կա։ Մնացականյանի խոսքով, սակայն այստեղ հեծանվորդների հաճախ չես տեսնի։ Բանն այն է, որ հեծանվուղին այսպես ասած թերի է, այն չի ապահովում ցիկլայնությունը եւ նույնիսկ խանգարում է հետիոտներին։ Ի դեպ, մենք նույնպես նկարանումների ընթացքում որևէ հեծանվորդի չհանդիպեցինք։ Հեծանվորդների սիրողական հեծանվաց սպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը, որը Փաշինյանի հետ պարբերաբար մասնակցում է հեծանվային արշավների, շեշտում է. Երևանը կատարյալ քաղաք է հեծանվավարման համար։ Պարզապես չունի այդ նպատակով առանձնացված ճանապարհներ։ Մենք ժամանակին տարիներ առաջ էլի Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցելով պիլոտային մի ծրագիր արեցինք Մատենադարանից մինչև Էրեբունի թանգարան, որպես այդպիսին հեծանվաուղի կարծես թե գծանշվեց, բայց մենք հասկացանք, որ Երևանում դա չի գործում, ինչքան էլ որ դու հոց գծերով առանձնացնես, միևնույնն է դա պրակտիկ չէ, դա դրան հետևող չկա եւ այլն։ Երևանում հեծանվուղիների բացակայությունը մտահոգում է ոչ միայն քաղաքի բնակիչներին, այլև զբոսաշրջիկներին։ Я надеюсь, что здесь
Հուսամ Երևանը կզարգանա այնքան, որ հեծանվուղիներ լինեն, օր-օրի ավելանում են հեծանիվները, հեծանիվ կարելի է վարել ամբողջ տարին։ Զբոսաշրջիկները շատ են, շատերը վարձակալում են հեծանիվներ, շրջում են կենտրոնով, տեսարժան վայրերով եւ լավ կլիներ, որ այդ հեծանվուղիների հարցում հետեւողական լինեին, դա մեծ օգուտ կբերի։ Վարչապետն ասում է, հեծանիվ վարելով քաջալերում է առողջ ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը։ Սեդա Ազատյանը սակայն նկատում է, Երևանի ճանապարհներին օդը այնքան փոշոտ եւ աղտոտված է, որ հատկապես կենտրոնում ավելի լավ է առանց պատուհանը բացելու մեքենա վարել, քան հեծանիվ։ Ես ամեն անգամ, որ գնում եմ տուն, սովորական բամբակով մաքրում եմ դեմքս, այսպիսի հաստ, փոշի, չասեմ փոշի, ցեխի պես։ Դա կա։ Ու դա խնդիր է, ու դա մենք թոքերով շնչում ենք։ Իհարկե առողջությունը այստեղ տուժում է, բայց հիմնական մեր հույսը այն է, որ մենք 100 կիլոմետր կարող ենք քշել քաղաքից դուրս, հասնել Արմավիր, հասնել Արտաշատ, հասնել Արարատ, ու այդտեղ մենք արդեն չնայած Արարատ այդքան էլ լավ օդով չի առանձնանում, բայց մենք կարողանում ենք այդ բացել լրացնել, բայց քաղաքում բացառվում է մաքուր օդ շնչել։ Հեծանվորդների ֆեդերացիայի նախագահ Նաբովյան փողոցի օրինակով նշում է, Երևանի որոշ փողոցներում իրականում հնարավոր է հեծանվուղիներ ունենալ, եթե լինի համապատասխան կամք։ Կարմիր գծերը, որոնք, եթե չեմ սխալվում, շուրջ 70 մեքենաների համար են Նաբովյան փողոցում նախատեսված, այդ 70 մեքենաները շատ հեշտությամբ կարող են հարևանությամբ գտնվող Ազատության հրապարակի պարկինգում տեղակայվել եւ այդ առանձնացված կարմիր գծերի հաշվին ունենալ երկկողմանի հեծանվուղի։ Ֆեդերացիայի նախագահն առաջարկում է նաև հանրային տրանսպորտում տեղադրել համապատասխան հեծանվային կախիչներ նախատեսված 2-3 հեծանիվների համար։ Նրա խոսքով այդպիսով հնարավոր կլինի կրճատել հեծանվորդների անցնելիք ճանապարհը բարձրադիր գոտիներում։ Հեծանիվը փառաբանող Փաշինյանը մի առիթով նաև նշել էր, հեծանիվը ցավ է, որ պետք է հաղթահարես։ Հուսանք վարչապետը նկատի չի ունեցել հեծանվուղիների բացակայության հետևանքով վթարային իրավիճակներում հայտնված կամ վրաերթի ենթարկված հեծանվորդներին։